Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ինչ ես անում ստեղ Արամ։ Արամ հարց տվեցի, ինչ ես անում այստեղ։ Առանձնապես ոչ մի բան։ Ինչի կարող է ինչ-որ տեղեր կան, որ ինձ արգելված է գնալ, ուղղակի ես չգիտեմ։ Կարող է Արամ։ Արամին ես եմ կանչել։ Ես զանգեցի ու կանչեցի։ Ու ինչի համար։ Հետը շատ կարևոր բան ունեի խոսելու։ Դրա համար զանգեցի կանչեցի։ Ինչ որ խնդիր կա։ Դե խոսացեք հենա եկել է։ Թե կարող է ես եմ ձեզ խանգարում։ Չէ, չես խանգարում։ Ուղղակի արդեն կարևոր չի։ Չեմ հասկանում ինչի սենց լարվեցիք։ Ինչն է պատճառը։ Որ իմանայի չէ ես զանգի ընդհանրապես։ Մտածում եմ պետք չի ձգձգել ես խոսակցությունը։ Հիմա դու ինձ կասես ինչի համար ես եկել ստեղ ու ինչ ես ուզում Ռեբեկայից։ Մի րոպե։ Մի քանի րոպե սպասի նոր գնա էլի։ Գորն ինձ է սպասում, ինչ-որ բան է պետք։ Չէ, ոչ մի բան պետք չի։ Ուղղակի հիմա մի գնա, մի 2 րոպեից կգնաս։ Հիմա գնա տուն էլի, խնդրում եմ։ Ինչ-որ բան է եղել Ռեբեկա, կամ եթե պետք եմ տանը, զանգեմ ասեմ ուշ գա, կամ հետո տեսնենք։ Գորը արդեն հասել է։ Ուղղակի մենակ չի, իր հետ մարդ կա։ Հիմա խնդրում եմ, գնա տուն, հետո կգաս, գնա։ Ես վերջերս դու շատ ես պտտվում Ռեբեկայի շուրջը, ու այդ ամեն ինչը իմ դուրը չի գալիս։ Գոր, ես հասկանում եմ, որ Ռեբեկան քո ընկերոջ նշանածն է եղել։ Ու դու պատասխանատվություն ես զգում ես աղջկա հանդեպ, բայց այդ քեզ իրավունք չի տալիս, որ քեզ սենց պահես։ Պահո։ Այս ամեն ինչը նորություն է։ Հետո Հետո այն, որ ես պարտավոր չեմ իմ արած քայլերի համար քեզ բացատրություն տալու, Գոր։ Հա, ասենք եկել եմ ու խոսացել ենք Ռեբեկայի հետ։ Հիմա ինչ ես սենց պատմություն սարքում։ Արամ, ես 2 տարեկան երեխա չեմ, որ չտարբերեմ իրարից։ Սովորական խոսալն ու շփվելը ու այն ինչ հիմա դու ես անում։ Ամենասկզբից դուրս չէր գալիս, որ Ռեբեկան շուշուտ էր ինձ զանգում։ Հետո իմացար, որ Սարայի անունը կա իմ կյանքում, խորը շունչ քաշեցիր, հանգստացար։ Հիմա եկել ես ստեղ ու Ռեբեկան խաբում է ինձ։ Ու այս առաջի դեպքը չի։ Էս նման է սովորական շփման։ Հա, ասենք թե ես եմ զանգել ու ես եմ եկել։ Ու գիտես ինչի։ Որովհետև դուրս գալիս է Ռեբեկա։ Ինչ։ Ուզում է իր ասեի, ես էլ ասեցի։ Արամ, այդ աղջիկը Վահեի նշանածն է։ Հասկացանք, որ Վահեի նշանածն է եղել։ Վահեն էլ հիմա մահացել է։ Բայց այդ աղջիկը ինչ մեղավոր է, Գոր։ Հասկանում եմ, որ սիրել են իրար, բայց հիմա սենց է դասավորվել։ Հիմա Ռեբեկայի կյանքում ով հայտնվի, պիտի գնաս ասես, որ հեռու մնա։ Ստեղ խոսքը քո մասին է։ Հա, այսինքն ես չլինեմ, ով ուզում է լինի։ Ինչ խնդիր ունես դու իմ հետ, Գոր, չեմ հասկանում։ Փոխանակ նենց անես, որ այդ աղջիկն էլ երջանիկ լինի ու չհիշի Վահեի մասին գոնե, դու լրիվ հակառակն ես անում, կամ ընդհանրապես դու ինչ իրավունք ունես Ռեբեկայի կյանքի հետ կապված որոշումներ կայացնելու։ Այսինքն ուզում ես ասես դու Ռեբեկան
Չէ։ Սխալ եզրակացություններ մի արա։ Ռեբեկան չգիտի իմ զգացմունքների մասին ու քեզ էլ խաբեց, որ իրավիճակը ավելի չբարթանա։ Ահա։ Դե ուրեմն հեռու ես մնում Ռեբեկայից։ Արամ, դու ինձ համար օտար մարդ չես, որ ես աչքս փակեմ քո ապրելակերպի վրա։ Նորից եմ ասում, հեռու է պետք մնալ այդ աղջկանից։ Ու ստեղ սեր խաղալու փոխարեն ավելի լավ է ինչ-որ բան փոխես քո կյանքում։ Ապրելակերպդ վերանայես։ Գոր, դու էլ իմ համար օտար մարդ չես։ Դրա համար հիմա ստեղ բաներ կա, որ չեմ ասում։ Ու ես էլ լակոտ չեմ, որ ինչ ասես աչքերս փակ անեմ։ Մանավանդ այն դեպքում, որ խոսքը վերաբերում է իմ անձնականին։ Ստեղ խոսքը մենակ քո անձնականի մասին չի։ Այսինքն ստեղ ամբողջ հարցը իմ ապրելակերպն է, հա։ Ես քեզ զգուշացրեցի ու էլ ավելացնելու բան չունեմ։ Գոր, սպասի։ Գոր։ Ամեն ինչ նորմալ է։ Ռեբեկա, կարամ քեզ մի հատ հարց տամ, բայց անկեղծ լինես իմ հետ ու ճիշտը պատասխանես։ Հա, ասա։ Հարցը սխալ չհասկանաս։ Ուղղակի ես ինքս իմ համար եմ ուզում։ Այնպես չստացվի վերջում, որ ես եմ ինչ-որ սխալ բաներ անում։ Հա, հասկացա, ասա, լսում եմ։ Պարզա չէ, որ ես հասկացա, որ Արամին դու չէիր կանչե, այլ ինքը եկել էր։ Ես հենց նոր ասում էի, որ Արամը պետքա քեզնից հեռու մնա, բայց հանկարծ սենց չստացվի, որ ես ինչ-որ սխալ բան եմ անում։ Կարողա դու Ես ինչ։ Չեմ ուզում նենց բան ասեմ, որ նեղացրած լինեմ քեզ։ Դու ու Արամը ինչ հարաբերությունների մեջ եք։ Մենք ուղակի ծանոթներ ենք։ Թե ինչպես ենք ծանոթացել, ինքդ շատ լավ գիտես։ Դրանից հետո ոչ մի արտարոց դեպք չի եղել։ Ես հասկանում եմ դու ինչ ես ակնարկում, բայց ուզում եմ մի բան իմանաս։ Ինձ համար յուրաքանչյուր տղա ուղակի կամ ծանոթ է կամ ընկեր։ Այդ դեպքում ինչ էր եկել։ Չգիտեմ, զանգեց ասեց, որ ինչ-որ բան ունի ինձ ասելու։ Դուրս եկա ու մնացածը ինքդ գիտես։ Ես քեզ հասկացա, կներես, եթե հանկարծ քեզ նեղացրեցի։ Չէ, չես նեղացրել։ Ես ինքս սիրում եմ, որ յուրաքանչյուր հարց բարձվում է ու առանց թյուրիմացությունների ամեն ինչ լինի։ Կարող է ներս գաս Սառան քեզ ասպասում։ Ես խնդրեցի, որ դուրս չգա։ Խնդրեմ, որ կանչես իրան, ինքը գա։ Լավ։ Գոր։ Ռեբեկան մի երկու բառով պատմեց ինչ ա եղել, բայց բան չհասկացա։ Ինձ հիմա մի բան է պետք, որ դու հասկանաս։ Որ ինձ սիրում ես։ Բախտս բերել է, որ դու այսքան հասկացող ու խելացի աղջիկ ես։ Գնացինք։ Գնացինք։ Ալո։ Ասում էիր, որ կարամ զանգեմ, չէ՞ քեզ։ Հա, իհարկե, հոբան չի եղել։ Եթե ազատես միտեղ նստեինք։ Հա, ոչ մի խնդիր։ Ուղղակի պետք է ասեիր, ոչ թե եթե ազատես, այլ քանի ազատես։ Այսինքն։ Լավ, հեչ, այդ կարևոր չի։ Ես էլ նույն տեղում եմ, հիշում ես, չէ՞ տեղը։ Ճիշտ եմ հիշում, Սարյանի վրա էր, չէ՞։ Հա, ճիշտ ես հիշում։ Արի, ստեղ քեզ եմ սպասում։ Լավ։ Գոնե մի բան կերպալես։ Չեմ ուզում նույն ջան։ Այս թխվածքը սիրում ես, քո համար եմ գնել։
Մամ, շնորհակալ եմ, բայց իրոք չեմ ուզում։ Իսկ կարելի է իմանալ հացադուլը ինչին է նվիրված։ Ավելի ճիշտ ում։ Ընդամենը հիվանդը Ռեբեկա ջան։ Վատ առողջ ժամանակ բոլորիս մոտ էլ ախորժակի կորուստ է լինում, դա նորմալ է։ Նորմալ է դրա համար ես համոզում որ հաց ուտի։ Նարինե, ուր ասարան, Գորի հետ գնաց։ իսկ չի ասել երբ կգա շուտ ուր։ Չէ, տեղյակ չեմ։ Լավ, հասկացա։ Էս ինչ էր նշանակում։ Տեղյակ չեք։ Գորն ու Սարան հաշտվել են ու պապին էլ գիտի։ Ու դեմ չի։ Դե ինչքան էլ որ տարօրինակ է, բայց չէ, դեմ չի։ Գորգոնը հիմա մանրամասն կպատմես ինչ եք խոսել պապիկի հետ։ Հա, կպատմեմ, բայց 2 րոպեից։ Մի հատ կարևոր զանգ կա, այդ անեմ ու գամ։ Դու նստի։ Լավ։ Մի անհանգստացի, ամեն ինչ նորմալ է, նստի, հեսա գալիս եմ։ Ոնց ես։ Քո համար գարեջուր եմ պատվիրել, բայց ուտելու բան չէ, կարող է ուզես ինչ-որ բան։ Չէ, չեմ ուզում, ես կխմեմ։ Բա դու չես խմում։ Չէ, ես գործի մեջ եմ։ Դեն անցած անգամվանից տեղի գարեջուրը շատ էր դուրս եկել։ Դեմքիդ նայելուց հասկանում եմ, որ Ռեբեկայի հետ ես խոսել, հա։ Հա, խոսել եմ, բայց չեմ ասել, որ դու ես տվել համարը։ Չէ, ինչի, ոչ մի խնդիր չկա, ես վախենալու բան չունեմ։ Կարող էիր հանգիստ ասել։ Ու նենց չի, որ վատ բան եմ արել, որ տվել եմ համարը։ Մի օր ես ճանաչում, բայց արդեն վստահում ես։ Շատ ուրախ եմ աղբերս ու վստահ եմ, որ չես փոշմանի վստահելուդ համար։ Կներես Արմեն ջան։ Ասա։ Հարամ ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Ես Ռեբեկայի հետ խոսացել եմ։ Ու եթե առաջ կասկածում է, հիմա հաստատ վստահ քեզ ասում եմ, որ դու պետք է հեռու մնաս այդ աղջկանից։ Գոր ջան, ես եմ որոշում ինչ անեմ։ Ու կլինի դու չխառնվես այդ ամեն ինչը։ Արամ նենց մի արա, որ լիքը բաներ մոռանամ։ Ռեբեկան իմ աղբոր նշանածն է, ու լինես դու, թե ինչ-որ մեկը չի կարա իր կողքով անցնի, եթե ինքը դա չուզեց։ Աղբերս ինքը չգիտի, ուզում է թե չէ։ Ես քեզ այս ամեն ինչը լավով եմ ասում։ Ու խնդրում եմ քեզ, նենց մի արա, որ մեր հարաբերությունները փչանան։ Իմացի Ռեբեկան իմ քուրն է, ու իր հետ ամեն հարց կապված ես եմ լուծում։ Դու հեռու ես մնում իրանից, որովհետև դու ինչքան էլ լավ տղա ես, դու այն մարդը չես, որ պետք է իր կողքը լինի։ Այսինքն է դու ես որոշում, Գոր։ Հա, ես եմ որոշում, հարց կա ինչ-որ։ Լավ, հիմա դու լսի ես քեզ ինչ եմ ասում, Գոր։ Ես շատ ուրախ եմ, որ դու անհանգստանում ես Ռեբեկայի համար ու բոլոր արածներիդ ու ասածներիդ իմաստը հասկանում եմ ու հասկանում եմ, որ լավով ես ասում ու լավով ես անում այն, ինչ որ անում ես, բայց ես լակոտ չեմ ու լավ եմ հասկանում իմ արածների ու ասածների լրջությունը, Գոր։ Ու ես էլ այն մարդը չեմ, ումից որ պիտի պաշտպանես Ռեբեկային։ Ու ես էլ այդ աղջկանից հեռու չեմ մնալու, որովհետև ինքը իմ համար էլ է շատ կարևոր։ Եթե Ռեբեկան ուզեր, ես ոչ մի բան չէի ասի, բայց ես իր հետ խոսացել եմ, ու այսքանով Արամ, թեման փակ է։ Ախպերս ես չեմ հասկանում, Գորը ինչի է ամեն ինչ խառնում իրար։ Գորը իրան կարգին ընկերոջ պես է պահում, իրան էլ է հասկանալ պետք է։ Ուղղակի մի լարվի Գորի հանդեպ։ Ես չգիտեի, որ հաշտվել են։ Փառք Աստծո, այսքան վատ լուրի մեջ գոնե մի լավ լուր լսեցինք։ Ինչքան էլ տարօրինակ է պապի պահվածքը, բայց հուսանք, որ սա երազ չի։ Ու պապին հասկացել է, որ պետք չի սիրելու համար այս տան անդամներին դատապարտել։ Ու երևի հասկացել է, որ Գորը ոչ մի բանում մեղք չունի։ Տեսնում է, որ իրար շատ են սիրում, որոշել է չխանգարել։
իրոք շատ լավ է, որ հասկացել է, որ Գոռը մեղավոր չի։ Ուղղակի չեմ հասկանում։ Ինչի Արմանի անմեղությունն էլ չի նկատում։ Ելկա դա նույնը չի։ Գոռին ու Արմանին մի համեմատի։ Ռեբեկա, իսկ որն է տարբերությունը։ Գոռը մեղավոր չի։ Գոռի փոխարեն քույրն է մեղավոր։ Արմանի դեպքում էլ հայրն է մեղավոր։ Մի հատ բացատրի, որն է տարբերությունը։ Ելկա, պապին չասեց, որ չի օգնի։ Բոլորս էլ լսեցինք, որ ասեց ամեն բան կանի։ Չէ, մամա։ Այդ նույնը չի։ Պապին այդպես յուրաքանչյուր անծանոթի կարող է օգնի։ Ինքը հասկացել է, որ Գոռը անմեղ է։ Բայց չեմ հասկանում, ինչի Արմանի անմեղությունն էլ չի նկատում։ Ինքը անընդհատ ասում է, որ Արմանին իր երեխու նման է սիրել։ Ինչ է ստացվում, եթե մեզնից մեկը կանգներ դատարանի առաջ, թողնելու էր ու գնար, հա։ Ինքը ղեկավար մարդ է։ Աշխարհի տարբեր ծայրերում կապեր ունի։ Ես չեմ մտածում, որ իր համար դժվար բան էր այդ մի հանդիպման օրը փոխելը։ Ինքը հասկացել է, որ Գոռը Սարայի համար կարևոր է։ Ու ընդառաջել է։ Ուղղակի չեմ հասկանում։ Ինչի՞ չի ուզում իմ դրության մեջ մտնի։ Իմ համար էլ Արմանն է, չէ՞ կարևոր։ Մամ, ես իրոք անկեղծ շատ ուրախ եմ Գոռի ու Սարայի համար, ինձ ճիշտ հասկացեք։ Ուղղակի չեմ հասկանում, որտեղ է պապիկի արդարությունը։ Հիմա ամեն ինչ հասկացա։ Ես էլ ասում եմ ինչի էր Ռեբեկան ասում դուրս մի արի սպասի։ Այս ամեն ինչը ինձ շատ ջղայնացնում է։ Գոռ հասկանում եմ, բայց ուզում եմ խոսենք։ Չէ, Լավ, ոնց կուզես։ ես մոտավոր հասկանում եմ ինչ պետք է ասես, բայց տենց չի։ Արամը լավ ընտանիքից է, լավ ծնողներ ունի։ Իմ ընկերոջ փոքր աղբերն է։ Ընկերս էլ շատ կարգին լուրջ տղա է, բայց Արամը մի տեսակ են չի։ Չէ, չեմ ասում վատ տղա է։ Ուղղակի ինքը որտեղ որ հայտնվում է, այդտեղ խնդիրներից անհնար է խուսափել։ Գոռ դե չեմ վիճի, որովհետև չեմ էլ ճանաչում այդ տղային, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Այստեղ Ռեբեկայի հարցն է։ Առանց էդ էլ ինքն իր մեջ փակվել է, առանց էդ էլ կյանքն ավարտված է համարում։ Գոռ չեմ ուզում, որ քո պահվածքից ազդված Ռեբեկան մտածի, որ իրոք կյանքն ավարտված է։ Մենք բոլորս ցավում ենք Վահեի համար, մենք բոլորս հիշում ենք, բայց Վահեն կուզեր, որ Ռեբեկան մենակ մնա։ Չէ, Ռոզի։ Խնդրում եմ այդքան սուր մի արձագանքի։ Արի կոնկրետ այս թեմայի շուրջ խոսանք։ Ես Ռեբեկայի հետ խոսացել եմ, ինքն էլ ինձ ասել է, որ Արամի հետ որևէ հարաբերություն չի ուզում ունենա։ Կարող է ուղղակի ասել է։ Ավելի ճիշտ կարող է այդպես ասել, որովհետև տեսել է, որ վատ ես արձագանքում։ Կամ քեզ այնպես է սպահել, որ մտածել է ինքը երբեք ոչ մեկի հետ չի կարող կապ ունենալ։ Ես չեմ ասում հենց հիմա, դեռ նոր է վերքը, բայց քեզ այդպես մի պահի իր մոտ։ Չեմ հասկանում, ինչ ես ուզում ասես։ Ուզում ես ասես, որ Ռեբեկայի դուրը կարող է գա Արամը։ Դե չգիտեմ, գոռելի եմ ասում։ Նոր է վերքը, բայց կարող է իրեն այդ տղան հաճելի է կամ կարող է դուր է գալիս որպես ուղակի շփում։ Անհնար է։ Գոռ լսի։ Համել դու քեզ ուրիշ թեմաներով մի ծանրաբեռնի։ Մենք դրա համար չենք հավաքվել այսօր։ Ինձ թվաց ուղակի հանդիպումը։ Քեզ թվում է ես տես մարդ եմ, ժամանակ ունեմ ուղղակի հանդիպումների։ Դե ապրես։ Չէ, լուրջ եմ ասում, երեքորից Արմանի դատն է։ Ու չգիտեմ ինչքան կհետաձգվի, ինչ կլինի, բայց այս ամեն ինչը որ հանդարտվեց, մենք ամուսնանում ենք։
Որ ասածս հարց լիներ, կմտածեի, որ լռությունդ համաձայնության նշան է, բայց քանի որ հարց չի ասածս, ուրեմն կմտածեմ, որ երջանկությունից չգիտես ինչ խոսաս։ Դու պատրաստվի։ Իսկ որ այդքանն ասել ես, կարող է նաև ասես ինչից սկսեմ։ Սառա ջան, մի քիչ համեստ եղի։ Հասկանում եմ, որ երազանքը տիկատար է ածվում, բայց մի քիչ համեստ եղի, կարող է երես առնե։ Չէ, ես առաջվա Սառան չեմ, որ կամ նեղանամ, կամ էլ տխրեմ։ Ուղղակի ուրախ եմ ու ժպտում եմ։ Ոչ, դու առաջվա Սառան ես։ Ու երբեք չեմ էլ ուզում որ փոխվես։ Այն Սառան ես, որ առաջի անգամ հանդիպել եմ։ Լսի, Արամ, իհարկե կներես, որ խառնվում եմ, բայց անկախ իմ կամքից ես արդեն այս թեմայի մեջ եմ ու ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Ասա, Արման ջան։ Դու գորից իզուր ես նեղանում։ Ուղղակի պետք է հասկանաս իրան։ Գիտես, եթե ես լինեի իր փոխարեն, կարող է ավելի վատ վարվեի։ Հա, բայց ինչի։ Ես ոչ մի սխալ բան չեմ արել, չէ՞։ Ստեղ հարցը դու չես, հարցը Ռեբեկան է։ Չէ, Արման ջան, ստեղ հարցը այն է, որ ոչ մի լուրջ բան չկա, բայց արդեն բոլորը չգիտես ինչի խոսում են դրա մասին։ Դու հասկանում ես, որ այդ աղջիկը ոչ մի բանի մասին հələ չգիտի ու իր կողմից արձագանք էլ չկա։ Արամ, Գորի ու Վահեի հարաբերությունները լրիվ ուրիշ են եղել։ Հարազատ աղբերները իրար հետ այդքան լավ չեն լինում, ոնց որ իրանք էին իրար հետ։ Ու հիմա Գորը Ռեբեկայի հանդեպ այլ ավելի ուշադիր է։ Դե Վահեի առաջ իրան պատասխանատու է ազգում։ Հա, հասկանում եմ այդ ամեն ինչը, բայց կրակն ընկանք։ Հասկանում եմ, որ Վահե է եղել, բայց այդ տղեն էլ չկա։ Հիմա ինչ ասեմ, թող տանի Մենաստանում պահի այդ աղջկան։ Դե լավ, բարթացնում ես։ Ու սենց որ շարունակես, ոչ քո համար է լավ լինելու, ոչ էլ Ռեբեկայի։ Գորը քեզ վատ բան չի ասում, ուղղակի հասկացի իրան։ Ու ես անձամբ ոչ մի վատ բան չեմ տեսնում քո Ռեբեկայի հարաբերությունների մեջ։ Ուղղակի հիման այդ ժամանակա, որ պետքա մի քիչ սպասես։ Դե լավ իրավիճակ չի իրանց ընտանիքում։ Դե հա, գիտեմ, որ հորը նորա կորցրել։ Հա, ու մի 3 օրից հոր սպանության դատն է։ Սպանել են, հա։ Հա։ Ու հիմա իրանց ընտանիքում շատ ծանր իրավիճակ է։ Դու էլի կարաս Ռեբեկայի կողքը լինես, բայց քո ներկայությամբ չճնշես իրան։ Ախպերս ոնց է ստացվում, որ մենք իրար շատ քիչ ենք ճանաչում, բայց ոնց որ 1000 տարվա ընկերոջ հետ լինեմ։ Ոնց որ նոր կենաց է հասունանում, հա, կարող է հետ գնանք։ Մեծ սիրով, ուղղակի ասում էիր, որ գործի մեջ չես խմում։ Հա, բայց հիմա չեմ հրաժարվի։ Թե չէ, երբ կունենամ այդպես հնարավորություն, ես։ Չհասկացա։ Երկար պատմություն է։ Բայց ես ոչ միտեղ չեմ էլ չդապում։ Ես էլ ուղղակի ինձ այդ մասին չեն հարցնում։ Ինչի՞։ Անցանք այդ մասին, լավ։ Արի քայլենք։ Այս քանի օրը ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնեմ Արմանի հետ։ Հա, ճիշտ կանես, հիմա Արմանը շատ վատ վիճակում է ու հարցը մենակ Էլկան չի։ Գիտեմ։ Էլկային տեսնես չես ճանաչի, ոնց որ ուրիշ մարդ լինի։ Երկուսն էլ սարսափելի վիճակում են, ախր իրար սիրում են, հասկանում ես։ Ես այս կյանքում ավելի ներդաշնակ զույգ չեմ տեսել։ Երկուսն էլ այնքան պարզ են, այնքան մաքուր, իրար համար են ստեղծված։ Ասում են այն ինչ մտածում են, փողոցի մեջտեղում բարձր ծիծաղում են։ Իրենք հենց իրար համար են ստեղծված, բայց չեն կարող միասին լինել։ Ես չգիտեմ, այս կյանքում կա ավելի վատ բան, քան սիրած մարդուց բաժանվելը։ Լավ, քայլենք։ Չես գալիս։ Մտածում եմ ոնց եմ այսքան ժամանակ առանց քեզ դիմացել։ Ինձ էլ է դա հետաքրքիր։ Ասում են, երբ մարդու առաջ բոլոր դռները փակվում են,
Երբ ոչ մի ելք չի մնում, մարդը վերադառնում է իր սկզբին։ Աստծուն։ Բայց ես այնքան նեղացած եմ քեզանից։ Նեղացել եմ ճիշտ այնպես, ինչպես որ նեղանում են երեխան, ում հեքիաթը կոտրվում է։ Կոտրվում է, երբ շատ պատահական նկատում է, որ Ձմեռ պապի հագուստի ու մորուքի տակ իրականում աշխատանքից նորեկած իր հայրն է ժպտում, երբ հասկանում է, որ խաբված է եղել, ու այդ խաբեության մեջ իրենից երջանիկ ոչ ոք չի եղել, երբ հասկանում է, որ ճշմարտությունը կարող է սպանել երջանկությանը։ Ես էլ քեզ եմ հավատացել։ Քո այն խոսքին իբր բարին ու ճշմարիտն ավելի զորավոր են ու հաղթող, բայց այս իրականությունը ոչ մի կապ չունի այն իրականության հետ, որին ես հավատացել եմ, որը ես պատկերել եմ քո շնորհիվ։ Այս աշխարհում շարունակվում է ուժեղի դեմ թույլը մեղավոր մնալ։ Անարդարության դեմ խիղճը ոչնչանում է։ Իսկ սերն իրականում դարձել է տառապանքի հոմանիշը։ Անտանելի է, երբ մարդը մարմնի բոլոր բջիջներով տառապում է սիրո բոլոր տեսակների պատճառով։ Հորս հանդեպ սերը փշի պես խրվել է իմ ու Արմանի սիրո մեջ ու այս արդար չի։ Քո տանը մարդիկ մեծ հավատով ու սպասումով աղոթում են։ Իրար խոստում են տալիս միասին լինել մինչև մահը կբաժանի։ Քո տանը խոստում են տալիս, իսկ հետո ամեն օր սպանում են իրար սուտ խոսքով ու անտարբերությամբ, սեր խաղալով։ Որտեղ է այդ արդարությունը։ Որտեղ է, որ մենք չենք կարողանում գտնել։ Ինչի ես այդքան հեռու պահել այն մեզանից։ Մենք չենք որոշում ում սիրել։ Դու ես որոշում ու երկու հոգու ինչ որտեղ ինչ որ մի օր միացնում ես իրար։ Մեկին տալիս ես մեծ սեր ու խլում ժամանակը։ Իսկ մյուսին այնքան ժամանակ ես տալիս, որ հասցնում է մաշել քո տված սերը։ Ու ես էլի միայն մի հարց ունեմ. որտեղ է այդ արդարությունը։ Հիմա այնքան դատարկ է ներսումս։ Այդ դատարկության մեջ մենակ մի բան կա՝ կարոտ։ Չգիտեմ էլ իմաստ ունի կարոտել մեկին ում չես տեսնելու։ Կարոտը հանդիպման հույս է արթնացնում։ Այդ հանդիպման միտքը երբեմն այնքան գայթակղիչ է թվում, բայց ես անգամ այդ սուտ հույսը վայելել չեմ կարողանում։ Ես անգամ չեմ կարողանում ինձ թույլ տալ մի պահ խաբել ինքս ինձ, որովհետև դու ինձ ուժեղ ես ստեղծել։ Երևի քեզ նեղացրել են, երբ ինձ ես արարել, որովհետև իմ մեջ մենակ ուժ ու պայքար ես դրել։ Մի մարդու մեջ այսքան ուժ դնելու համար պիտի ամբողջ հոգով ցավ զգայր երևի։ Մարդիկ քեզնից ուժ են խնդրում միշտ, իսկ ես հոգնել եմ ուժեղ լինելուց։ Ես ուզում եմ վերցնես այդ ուժը, թողնես, որ ես էլ թույլ լինեմ մյուսների նման։ Ուզում եմ ես էլ մի օր ուղղակի գնամ հոսանքի ուղղությամբ, չպայքարեմ ու չփորձեմ բոլորին փրկել ու տանջվել բոլորի փոխարեն։ Արդար չի այսպես։ Մենք մտածում ենք, որ արդար չես։ Նեղանում ենք ու թիկունք դարձնում։ Մենք մտածում ենք, որ մոռացել ես մեր մասին։ Երբեմն մեղք ենք գործում ու կասկածում գոյությանդ, որովհետև ամենավատ պահերին ենք քեզ հիշում, իսկ դու միշտ կաս։ Ներիր մեզ, մենք անկատար ենք։ Հարցեր ունենք ու պատասխաններ փնտրելու ճանապարհին շատ ենք սխալվում։ Քո տված փորձությունները երբեմն իրոք ծանր են։ Ծանր են այնքան, որ թվում է, թե անգամ կանգնելու ուժ չի մնում, բայց դու ամեն բեռ տալուց հետո նաև ձեռքդ ես մեկնում։ Ուղղակի մենք չենք էլ տեսնում, որովհետև շտապել ենք նեղանալ ու շրջվել ենք այդ ձեռքին հակառակ։ Հիմա ես էլ եմ շփոթված։
Դու ինձ սեր ես տվել։ Փորձություն ես տվել, որ քո շնորհիվ հաղթահարել եմ ու շնորհակալ եմ քեզ։ Հիմա խնդրում եմ, ցույց տուր ճանապարհը իմ երջանկության համար այսքան մեղավոր չզգալու համար։ Ուզում եմ գոռալ իմ սիրո մասին այն դեպքում, երբ կողքիս սքում են սերը։ Մամաս ինձ միշտ ասել է, որ դու երբ մի բան վերցնում ես, ուրեմն շատ ավելի լավն ես պատրաստվում մեզ տալ։ Ասում էր, որ հենց այդ պահին ես փորձում մեր հավատը, ու եթե համբերենք, ուրեմն կշահենք։ Դու, որ կատարյալ ես ու սիրո ամենաիրական խորհրդանիշը, խնդրում եմ մի թող մարդիկ կորցնեն հավատը սիրո հանդեպ, որովհետև դա նույնն է, որ էլ չհավատան քեզ։ Դու երջանկություն ես տվել, ուրեմն տուր հնարավորություն վայելելու այն այսօր, ով իմանա, թե ինչ կլինի վաղը։ Քո արդարությունը երբեք չի ուշանում, ու սերդ էլ երբեք չի սպառվում։ Ներիր մեզ մեր թերահավատությունն ու անպատեհ զայրույթը քեզ ուղված և մի տար մեզ նոր փորձության, այլ փրկիր, քանի որ քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս, ամեն։ Բալես, ես արդեն դուրս եմ գալիս։ Հաստատ որոշել ես չգալ։ Չգիտեմ, մամ։ Կուզես քեզ սպասեմ։ Չէ, դու գնա, ես կփորձեմ ինձ հավաքել, հետո կգամ, չգիտեմ, երևի կգամ։ Բալես, եթե քո համար բարդ է այնտեղ գտնվել, ավելի լավ է տանը մնաս։ Ես տեսնում եմ, թե ինչ լարված ես։ Դատարանում ավելի ծանր է լինելու։ Մեր ներկայությունը գործի ընթացքին ոչ օգնելու է, ոչ էլ հակառակը։ Դրա համար եմ ասում, եթե վատ ես զգում, չես կարող ես մնալ տանը։ Ես քեզ շատ եմ սիրում։ Գիտեմ, որ հեշտ չի, բայց նաև գիտեմ, որ դու իմ ամենաուժեղ աղջիկն ես։ Էլգային է սպասում։ Հա, բայց ինձ թվում է, որ չի գա։ Սարան իմ հետ է եկել, Նարինեն տանն էր, երևի Նարինեի հետ կգա հետո։ Ամենայն դեպս Սարան ասեց, որ գալու է։ Ես էլ եմ հետը խոսել, ասել եմ, փորձել եմ բացատրեմ, որ ավելի լավ է գա ու իմ դեմ ինչ-որ բան ասի, քան իրա կամ հորի հիշատակի դեմ ինչ-որ բան անի։ Բայց ինքը չի գա, ինքը այդքան ուժեղ չի։ Իսկ եթե եկավ ու խոսեց, ուրեմն վերջադրել մեր մեջ եղած ամեն ինչին ու տենց իրա համար երևի հետո ավելի հեշտ կլինի։ Թե չէ, ստեղ ոնց էլ լինի, ստիպված է լինելու իմ դեմ ինչ-որ բան ասի, իսկ ինքը չի կարա։